զրույցը Խաչատուր Գասպարյանի հետ, բարև ձեզ։ Ողջույն։ Բայց այնուամենայնիվ կհասցնենք մի քանի հետաքրքիր թեմաներ քննարկել։ Հոգեբանական գիտությունների տեխնացու Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինտրահոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր հոգեբան։ Դες ներկայացրեցի։ Շնորհակալություն, որ հասակ պես։ Պարոն Գասպարյան, նախ սկսենք ինտրայի գործունեությունից, հա, ինչով է զբաղվում։ Ինտրանունի 15 տարվա այլ արդեն պատմություն, առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է մի կենտրոն, որտեղ հոգեկան առողջության կոնցեպցիան ենք փորձել զարգացնել, այսինքն կենտրոնանանք ոչ թե սպասենք հիվանդանա, հիվանդությունը բուժենք, այլ քայլեր կատարենք, կանխարգելենք, եւ մենք ունենք մի քանի տարբեր ծրագրեր փախստականների հետ, պատերազմի հետևանքների հետ ենք աշխատում, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այս պահին մենք ունենք Արցախի ընտանիքների ծրագիր, որը մենք ենք մեր Սարերը Ռուբեն Վարդանյանի հիմնադրամն է ֆինանսավորել, եւ մենք աշխատելու ենք մոտավորապես 120 երեխայի հետ արտ թերապիա, արվեստի թերապիա եւ անհատական ընտանեկան որոշ ծրագրեր ունենք, վերադարձած գերիների հետ ծրագրեր եւ ունենք հոգեկան հիվանդ մարդիկ, ովքեր դուրս են եկել հիվանդանոցից, մեր կենտրոն հաճախելով նրանց մոտ հետ հիվանդանոց գնալու process-ը ավելի կարճ է, երկարում է, այլևս հետ չեն գնում, բացի 3 դեպքից 56 մարդու մեջ։ Պարոն Խաչատուր, ընկերեք, ներողություն, որտեղ է ավարտվում այդ սահմանը, երբ հոգեբանը արդեն ուղղորդում է հիվանդին հոգեբուժի մոտ, այսինքն գիտեք, հոգեբանն ու հոգեբուժը ունեն ընդհանուր դաշտ, շատ անգամ նրանք երկուսով երբ որ աշխատում են, եթե մարդու մոտ օրինակ կան կպչուն մտքեր կամ տխուր տրամադրություն, գիտեք, մենք կարող ենք տխրել, եթե կա տխրելու պատճառ, եւ դա շատ նորմալ է, որ մենք ունենանք դեպրեսիա, երբ որ ունենք պատճառ, երբ որ մարդ ենք կորցրել, պետք է տխրենք։ Բայց ինչքանով է այդ տխրությունը հետագայում անդրադառնում մեր ամենօրյա կյանքի, մեր գործունեության, մեր ընտանեկան եւ մյուս դերերի իրականացման մեջ, սա է խնդիրը, եւ այդ պարագայում, երբ որ օրինակ ասենք ունենք կպչուն մտքեր, դեպրեսիաներ, տագնապներ, շատ անգամ, եթե մակարդակը միջինից բարձր է, ավելի նախընտրելի է, որ հոգեբուժը եւ հոգեբանը համատեղ աշխատեն, եւ այս դեպքում ավելի արդյունավետ է լինում արդյունքները։ Շատ անգամ լինում է միայն դեղորայքային բուժումը ժամանակավորապես թույլատնում է տագնապը, ասենք տագնապի դեպքում, եւ հետո նորից տագնապները վերադառնում են, երբ որ մենք դեղորայքը հանում ենք։ Իսկ հոգեբանական աշխատանք համրապնդում է մարդուն մի տեսակ կարծես ապրելու նոր կերպ է սովորեցնում, եւ սա շատ կարեւոր է, որ մենք պետք է սովորենք ուրախանալ մեր անհաջողություններից, այն պատճառով, որ դրանք մեզ առիթ են տալիս մտածելու, թե որն է մեր թույլ կողմերը, որտեղ ենք մենք սխալվել եւ հետագայում ավելի զգուշ լինենք այդ նույն սխալները չկատարենք։ Համատարած երևույթը, այդ անորոշությունը կապված ապագայի հետ, վախերը կապված ապագա զարգացումների հետ, որը շատ է, ես շատ եմ նկատում դա։ Դա կամաց ես նույնիսկ առանձին դեպքեր կա մարդկանց, ես տեսնում եմ ժամանակ տարբեր ընդմիջումներից հետո, ժամանակի ընթացքում նրանց մոտ դա արդեն այնքան է խորացել, որ չգիտեն օրինակ ինչ կլինի վաղը, այդ Գիտեք, շատ լուրջ հարց եք դուք բարձրացնում, անվտանգային երաշխիքների հարցը, մենք հոգեբանության մեջ գիտենք կա հիմնական բազիսային երկու պահանջմունք, մեկը դա մեր ֆիզիոլոգիական պահանջմունքներն են, ուտել, քնելու տեղ ունենալ, հարմարավետ ապրել, եւ երկրորդ մակարդակը ապահովության եւ անվտանգության զգացումն է։ Այսինքն եթե մենք այդ երկուսը չենք ապահովում, մյուսների մասին խոսել, կայանալ կյանքում հոդված տպել, գիտություններով զբաղվել, դրանք դառնում են անիմաստ եւ երկրորդային։ Եվ այսօր մենք, ոչ միայն մենք, աշխարհի շատ ծայրերում մենք տեսնում ենք, որ կա համատարած անվտանգության խնդիր, ապահովության զգացումի կորուստ, եւ այս ժամանակ ցավոք սրտի մարդիկ դառնում են ավելի եսակենտրոն։ Այսինքն մենք այսօր պետք է ընդունենք եւ հարմարվենք, որ մեր հասարակությունը դարձել է ավելի եսով առաջնորդվող, քան թե մենքով։ Մենք այսօր մենքի զգացողությունը կարծես ամբողջովին տարալուծված է աշխարհի բոլոր այդ խնդիրների, հայ-ադրբեջանական հարաբերության, Թուրքիայի գործոնի, Ռուսաստանի ֆակտորի եւ այս ամեն ինչը մենք
մյուս խնդիրը, որ կոմպլեքսը, որի մեջ մենք այսօր տապակվում ենք, կներեք, որ այդ բառն եմ օգտագործում, դա պարտված լինելու զգացումն է, որը մենք չենք կարող, երբ որ մենք պարտություն կրենք եւ կարողանանք հետ հակահարված տալ, ինչ որ ձևով, դա մի տեսակ կարծես մեղմում է այդ հոգեբանական տառապանքը, իսկ մեր պարագայում մենք կարող ենք շատ դեպքեր եմ ես տեսնում, որ պարտության չկարողանալով կուլ տալ այդ պարտության ծանր զգացողությունը մարդիկ ագրեսիան պարպում են իրենց մտերիմների, յուրայինների, ընտանիքների ներսում եւ այսօր մենք թևակողել ենք մի շրջան, որտեղ ապակառուցողական կամ այսպես կոչված դեստրուկտիվ վարքի ձևերը հանկարծ ավելի մեծ օրինակ խաղամոլությունը աճ ենք նկատում, չնայած որ ռեկլամները Հայաստանի Հանրապետությունում արգելվեցին, բայց խաղամոլությունը չգիտես ինչի աճ է արձանագրում, այնտեղ շատ պատճառներ կան, հիմա մենք դրա մասին չխոսենք, կամ ալկոհոլիզմը, նյութերի չարաշահումը, ուրիշ դեստրուկտիվ վարքի ձևեր է, թվում նաև ընտանեկան բռնությունն է, բավականին լայն տարած, հիմա ես ստատիստիկա չեմ, եւ ինքնասպանությունները, ինքնախեղումները, ուրիշների նկատմամբ ագրեսիան, ընդհանրապես հոգեբանության մեջ եւ հոգեկան առողջության մեջ մի հետաքրքիր չափանիշ կա որոշելու տվյալ երկրի ապահովության անվտանգության հոգեկան առողջության ինդեքսը վերցնում են սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը գումարում եւ մենք բաժանում ենք ամբողջ բնակչության թիվը այդ ինդեքսը ստանում ենք դրանից բայց գիտեք մենք հենց այսօր ենք խոսում պարոն Գասպարյան ամենաերջանիկ տարին 9-րդ անգամ ճանաչվել է Ֆինլանդիան եւ մի շարք սկանդինավյան երկրներ լավագույն հնգյակում էին, բայց այնտեղ ինքնասպանությունների թիվը բավականին բարձր է։ Տեսեք, կարծես թե ամեն ինչ լավ է երկրում, լավ են ապրում, խաղաղ է, մի խոսքով, բոլոր առումներով, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բայց ինքնասպանությունները քիչ չեն այդ կորելացիան, այսինքն գիտեք ինչ հետաքրքիրական է որ հին ժամանակներում ինքնասպանություն ընդհանրապես չի եղել դա մարդիկ ապրել են իրենց գոյությունը լավ կամ վատ մի կերպ ապահովելու ոնց որ նպատակով հետագայում վերջերս նկատվում է որքան բարձր է տվյալ երկրի տնտեսական պոտենցիալը այնքան ավելի երիտասարդանում է ինքնասպանությունը եւ այնքան ավելի մեծանում է ինքնասպանության ինդեքսը բայց երջանկության գնահատման այդ չափանիշները նրանք հաշվի չեն առնում միայն ինքնասպանությունների թիվը, որտեղ մենակ երջանկությունը ընդհանուր ազգի երջանկությունը կապված չէ ազգի մեջ այսինչ տոկոս կազմող ասենք ինքնասպանների թվի հետ։ Դա համատեղ համակեցության, կյանքից հաճույք ստանալու ինքնարեալիզացիայի, որ մարդը կարողանում է ինքն իրեն հնարավորություն կա արդյոք ինքնադրսևորվելու։ Այո, եւ այդպես ուրիշ չափանիշներով են առաջնորդում, դրա համար արտաքինից թվում է թե դրանք հակասական են, բայց իրականում նրանք հակասական չեն։ Մի կողմից այո, երևի այդ պետք է հաշվի առնենք, որ որքան բարձր է տնտեսական պոտենցիալը, այնքան նույնիսկ կրկնում երիտասարդանում է ինքնասպանությունը եւ տարեց տարի մենք տեսնում ենք որ պատանեկան եւ մանկապատանեկան սուիցիդների աճը ավելանում է այդ թվում նաեւ Հայաստանում։ Պարոն Գասպարյան, թվեցիք մի քանի խեղաթյուրումներ, հա, հոգեբանական, որոնք կարծես դասակարգում ունեն ընդհանուր հոգեբանության մեջ, ինձ հետաքրքիր է առաջընթացին զուգահեռ ավելանում են նոր խնդիրներ հոգեբանական մարդկանց մոտ, հատկապես օրինակ հենց սոցցանցերի առաջ գալով։ Օրինակ մի հոդված էի հանդիպել, որը վերլուծում էր այսպիսի մի փաստ, որ մարդիկ հատկապես երիտասարդների շրջանում նկատվում է շատ մեծ կախվածություն ոչ միայն այդ գadgetներից օգտվելուն, այլ այնինչ այնտեղ կատարվում է, օրինակ ինչ որ հաղորդագրություն դրեցին եւ ինչ որ մեկը կարդացել է, բայց չի արձագանքել կամ հաղորդագրությունը ստացված է, չի արձագանքված լայքերի թիվը, ով է, այսինքն կախվածությունը սոցիալական այս միջավայրում կարող է բերել լուրջ հուզմունքների, լուրջ դրանից բխող այլ տեսակի դեստրուկտիվ երևույթների։ Կարող ասենք դա հիվանդության որևէ հանգեցնել, հենց սոցցանցերի հարց որը բազմաթիվ գործոններով է պայմանավորված, սոցիալական ցանցերը
ռմբակոծում են մեր ամենօրյա կյանքը տարբեր ուղղություններով եւ մեր անձնական եւ հուզական աշխարհի վրա են ազդում եւ մեր ազգային հանրային զգացողության վրա են ազդում եւ այսօր մենք հայտնվել ենք մի շատ տարօրինակ իրավիճակում մի կողմից հասարակությունը կարծես թվում է որ սոցիալական ցանցը դա մեծ հանրություն է որի մեջ մենք մաս ենք կազմում դա իր սոցիալական կյանքի մասն է բայց մյուս կողմից մենք ոնց տեսակ կարծես մեկուսանում ենք իրարից նույն տան մեջ ես շատ զարմացած էի մի քանի ամիս առաջ երբ որ գտնվում էին բարեկամներից մեկի տանը եւ պարզեցի որ երեխան սենյակից չի գալիս ես կարծել էի որ ինքը ուղղակի տանը չի բայց իր սենյակից հաղորդագրություններ ուղարկել երկրորդ հարկից առաջին հարկ որտեղ մենք հավաքված ենք որ ինքը չի կարող մասնակցել ես մի քանի տարի երկար այդպես չէի հանդիպել ավելի փոքր տարիքում էի տեսել երբ որ հարցրեցի որ իսկ երբ հա լինելու ուզ կուզենա իրան տեսնեմ իր հայրը հարցրեց մայրը մեսեջները ստուգեց ասեց ինքը չի ներողություն խնդրում բայց չի կարող իջնել ես մտածեցի որ տանը չի հավանաբար պարզվեց ինքը երկրորդ հարգից մեսեջ ուղարկել ես կարող եմ հասկանալ ասեն կարող է իր տեսքը չի բավարարում իրեն այդ տեսքով ինքը չի ուզում ես չգիտեմ բազմաթիվ կարող են պատճառներ լինել բայց միևնույն ժամանակ մենք նկատում ենք որ այս կախյալությունը մենք բոլորս մի տեսակ կարծես դարձել ենք սոցիալական ցանցերի ստրուկը եւ անընդհատ կամ ուզում ենք որ այդ նույն ասենք լայքերի միջոցով սա հետաքրքիր նոր ոնց որ շրջում է մտցրել ընդհանուր կոլեկտիվ հոգեբանության մեջ մենք մի տեսակ կարծես սեղմում ենք նարսիսիզմի կոճակները մարդիկ ինչ որ իրենց լավագույն տեսքով են ուզում ներկայացնեն կամ ասենք ամնասեղանը գեղեցիկ շարված ինձ թվում է կան դեպքեր որտեղ շատ անձնական եւ միայն մարդուն վերաբերվող հարցերը հանկարծ դրվում են ի ցույց ամենքին որի մեջ ես մի տեսակ զարմացած եմ բայց դրանք իրականանում են մի տեսակ կարծես մեկը մեկի այդպես սոցիալական նմանակման ճանապարհով այդ ամենը իրականացում այդպես չի որ մարդը կարող է ներքուստ իր արժեքային համակարգով ուրախ է որ դա բայց քանի որ մյուսները անում են այդ մրցակցության մեջ իր կամքով է չէ ցույց դնում բայց մի կողմից էլ մարդը չի ապրում ետ մնա հանրային շարժումներից բայց մարդը կա երբեք ոչինչ ինքը գրանցված է բայց իր կյանքից ոչ մի տեղեկություն չես կարող կամ հետևություն անել որովհետև շատ փակ է թվով շատ քիչ այսինքն դրանք չնչին տոկոս են կազմում ավելի շատ հետևողի դերում են դիտորդի դերում են քան չգիտենք այս ամեն ինչը ուրա տանելու մեր հատկապես երիտասարդ սերնդին որովհետև նրանք նոր բոլորովին իրողության մեջ են մեծանում, բոլորովին նոր արժեքային համակարգի մեջ, արժեքները այսպես ավելի տարածական թվային արժեքներ են, անգլերեն ասում են digital, եւ այնտեղ կան մի շարք մանիպուլյացիաներ, դուք շատ լավ գիտեք, սկսած նախընտրական կամպանիաներից, որոնք սոցիալական ցանցերը մանիպուլյացիա են անում, Տարբեր տեսակի վտանգավոր կյանքի համար վտանգավոր չելենջներից հատկապես դեռահասների շրջանում դրանք հիշում այո որտեղ ռիսկային ֆակտորները այո շատ ահավոր բաներ են կատարվում Արամ ես մի բան էլ ուզում եմ թե կարելի է ու շատ կարևոր է մեր հանրության համար մենք անցած անգամ մեր նախորդ հյուրի հոկեբանի հետ խոսում ենք դու բարձրացրեցիր գնային թեման իսկ ես ուզում եմ նշել որ ինտրա ընկերությունը բավականին շատ ծրագրեր ունի մատչելի կամ գրեթե անվճար սոցիալապես անապահով խավի համար։ Այո։ Եվ դա շատ կարևոր է, գուցե մարդիկ չգիտեն դրա համար եւ հոգեբանին դիմելը թանկաճույք է։ Դա հաճույք բառը մենք հանեցինք անցյալ անգամ։ Գիտեք, բայց հոգեկան հիվանդները, ովքեր այցելում են մեր խմբերին, որպեսզի իրանք նորից հետ հիվանդանոց չգնան, դա ամբողջովին անվճար է մեր մոտ, ոչ մի ընդհակառակը մենք իրանց հյուրասիրություններ ենք անում, ժամանակ առ ժամանակ քաղաքից դուրս ենք տանում, ֆիլմերի ցուցադրություն, թանգարաններ եւ այդ ամեն ինչը ինտերնետն իր վրա է վերցնում։ Հաճույք է։ Իսկ ինչ վերաբերվում է Արցախից տեղահանված ազգաբնակչությանը, մենք բնականաբար տարբեր ծրագրերով UN-ի հետ կապված եւ ինչպես նշեցի, մենք ենք մեր սարի հիմնադրամի հետ կապված, մենք իրականացնում ենք համատեղ ոնց որ ծրագրեր, որտեղ իրանք բնականաբար չեն վճարում։ Միևնույն ժամանակ ես կուզենայի, որ
գուցե ձեր հաղորդման շնորհիվ մեր սիրելի ունկնդիրներին, հետևորդներին բացատրենք, որ հոգեբանական ծառայությունից օգտվելը դա ամոթ չէ եւ ավելի լավ է այսօր հոգեբանի հետ աշխատել, քան թե վաղաչեմիսորը հոգեբուժի, սա ինչ խոսք։ հայտնի փաստարկ է։ Եվ նաև ուզում եմ ասեմ, եթե ձեր սիրտն է ցավում կամ ատամն է ցավում, դուք հավանաբար գնում եք կարդիոլոգի կամ ստոմատոլոգի գումար առողջության վրա։ Եվ հա, սա պետք է հասկանալ, որ սա էլ առողջության, ընդհանուր առողջության անբաժան մասն է։ Հոգեկան առողջություն 80% կամ 85% դեպքերում մենք ինքներս ենք մեր հոգեբանը։ Մենք մեր խնդիրները ինքնուրույն կարողանում ենք կարգավորել տարբեր ձևերով, ընտանեկան տրադիցիաներով, շրջապատի, բայց 15-ից 20% դեպքերում մասնագետի մենակ չենք կարող, լավ է որ դիմենք մասնագետի։ Մենք փաստորեն եկանք նորից հայկական մենտալիտետի թեմային, որ գիտեք, օրինակ, ես կարծում եմ միշտ չէ, որ էֆեկտիվ են խմբային այդ թերապիայի, չէ, թերապիաները, երբ որ շրջանով նստած են լինում, օրինակ ալկոհոլիզմով տառապող մարդիկ ասում են, օրինակ, մի շաբաթ է չեմ խմել, ես ծափահարում են։ Արմենն են, բոլորը ծափահարում են, կամաչեն մարդիկ հաճախ Հայաստանում, գիտեք, իրենց խնդիրը թեկուզ այդ փոքր իրեն նման մարդկանց շրջանակում բարձրաձայնել։ Ես գիտեմ ընտանիքներ, որոնք տանը կա երեխա հոգեկան խանգարումներով, նրանք երեխային տանից դուրս չեն թողնում, որպեսզի չիմանան, որ տանը խնդիր կա կամ արատավոր երեխա կա։ Այսպիսի բաներ կան, որոնք որ այնուամենայնիվ մեր հասարակությունում շատ արմատացած են։ Միգուցե առաջ խաղացում կա, դուք հավանաբար շատ եք նման դեպքերի հետ հանդիպում, ինչ խորհուրդ կտաք, ինչ է պետք նման դեպքերում անել։ Պարոն Գասպարյան։ Ինձ թվում է, որ երբեմն այդ ընտանիքները մի տեսակ կաղապարված են ապրում եւ իրենք տեղյակ չեն այսօր աշխարհում ինչ է պատահում, ինչպես են նույն հոգեկան հիվանդները ինտեգրվում հասարակական կյանքում։ Մեր շահառուներից շատերը շարունակում են իրենց աշխատանքը, գնացել են հետ նախկին ուսմանը, մարդ ունենք, իսկ չեմ կարող կոնկրետ ասել, որովհետև դա մի տեսակ ոնց որ շահարկում կլինի գաղտնապահության, բայց 12 անց վերադարձել են կամ աշխատանքի կամ ուսման 2.5 տարվա աշխատանքի արդյունքում մոտավորապես խոսքը գնում է 56-57 անձանց մասին, սա այդպիսի ցուցանիշ շատ դժվար է գտնել, հատկապես ծանր հոգեբուժական դիագնոզներից հետո նրանք շարունակում են դեղորայք ստանալ, շարունակում են հոգեբանական աշխատանք, բայց կյանքը իրենց համար այս օրինակները պետք է լինեն կարևոր մոդելներ այն մարդկանց համար, ովքեր մեկուսացել են եւ պատկերացրեք, թե ինչ է լինելու այդ ծնողների հետ, երբ որ մի օր իրենք ծերանան, դառնան ավելի անկարող, դժվար լինի իրենց, ասենք, ֆունկցիոնալությունը, ֆիզիկապես դժվարանա իրենց կյանքի ամեն մի պարտականություն իրականացնել, ինչ է պատահելու նրանց երեխաների հետ, ովքեր մեկուսացվել են։ Պարոն Գասպարյան, մենք շատ քիչ ժամանակ ունենք, ափսոս այդպես ստացվեց, որ հաղորդման ընթացքում քիչ ժամանակ տրամադրվեց մեր զրույցին, բայց վերջում քանի խոսքը գնաց այդ ծերունական տկարամտության, դեմենցիայի եւ այլ դրան հարող նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող, դե տարիքի հետ լինում է այդպես հաճախ մեր տարեցները սկսում են իրենց ոչ բնորոշ, հա, իրենց բնորոշ, ասենք, վարք ցույց տալ եւ այլն։ Հայաստանում ընդունված է, որ երեխաները հոգ են տանում ծերերի համար։ Միշտ չէ, որ դա պրոֆեսիոնալ օգնություն են, միշտ չէ, որ ճիշտ են վարվում։ Արևմտյան երկրներում կա պրակտիկա, չէ, այդ ուղարկելու մասնագիտացված կենտրոններ, որտեղ որ իր հասակակիցների հետ կազմակերպված խնամքով, մշակած մեթոդիկայով եւ այլն մարդիկ անցկացնում են իրենց կյանքի վերջին տարիները։ Մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ թե ոնց կլինի, ես իմ հորն ու մորը տանեմ ծերանոց կամ չգիտեմ ամա։ Այ մի քիչ դրա մասին, եթե կարելի է մի քիչ ժամանակ ունենք, խոսենք, հա։ Նայեք, մեր բոլոր ծառայությունները բժշկական, սոցիալական պատրաստ չեն, որ մեր կյանքի տևողությունը աճել է, այսինքն մի կողմից բժշկագիտությունը այնպես է արել, որ վերջի 30-40 տարիների ընթացքում հենց Հայաստանում աճել է կյանքի միջին տևողությունը։ Կանանց մոտ մի քիչ ավելի երկար է, 76-ի շուրջն է, իսկ տղամարդկանց մոտ 72-74, որը շատ լավ ցուցանիշ է բժշկագիտության, բայց մյուս կողմից մենք պատրաստ չենք ծերունական կամ այդպես են կոչում գերանտոլոգիական եւ հոգեբանության եւ բժշկական ծառայությունների, որտեղ տրադիցիոն ձևով
մենք ստեղծված ենք սովետական առողջապահական համակարգի հիմքով, այնտեղ կյանքի միջին տևողություն, ասենք 50, 60, 70 տարի առաջ երբ որ ստեղծվում էր համակարգը իր 65-ներ, չէ՞։ Այո, մինչև 64 եւ նույնիսկ Էրիքսոնյանը հոգեբան կա, ինքը իր զարգացման տեսությունների մեջ կյանքի տևողություն գրում էր 50 եւ ավելի, որը համարվում էր արդեն 50-ից հետո վերջի փուլը, ծերունական փուլ, որովհետեւ պես ժամանակի ընթացքում վերջին 30-40 տարվա մեջ երկարաձգվեց, որոշ երկրներում Ավստրալիան բան շատ ավելի բարձր 78 եւ ավելի, սրան մենք պատրաստ չենք եւ շատ լավ է, որ գուցե ձեր հաղորդման միջոցով մեր ունկնդիրներին, ովքեր ունեն դեմենցիայով տառապով, թուլամտություն, գիտեք, ես շատ անգամ առնչվել եմ նման դեպքերի հետ, կուզենայի, որ դուք չկարծեք, որ նրանք դիտավորյալ են անում։ Երբեմն այդպիսի թշնամական կամ այդպես վիրավորված են զգում իրենց, ասելով, որ բա ոնց է, որ անցյալի հիշողությունները իրանք լավ հիշում են, իսկ այս ներկայի թեմաները խառնում են։ Հենց այդպես է ուղեղի աշխատանքը, որովհետև երկարատև հիշողություն ավելի շատ է մնում մեր հետ, իսկ քանի որ ֆիքսացիոն ամնեզիա ունեն, իրենք այդ պահին տեղի ունեցածը կարող են չֆիքսել եւ աստիճանաբար կորցնել իրենց հմտությունները։ Մեր սիրելի ունկնդիրներին ուզում եմ ասել, որ դուք նախ եւ առաջ ձեր վրա վերցնում եք շատ լուրջ պատասխանատվություն, շատ մեծ ծառայություն, խնամելով մարդկանց, որի խնամքի համար դուք պատրաստ չեք, չունեք ժամանակ, որոշ դեպքերում ընտանիքը աշխատում է եւ չի կարող նրա, ասենք, հիգիենիկ թեմաներով, նրա կոգնիտիվ ֆունկցիաների, հիշողության խանգարման, մանկամտության, ավելի թուլամիտ են դառնում, ավելի մանկամիտ են դառնում, ինֆանտիլ վարքի ձևեր են ցուցաբերում եւ վտանգավորություն կա այդ ամեն ինչի մեջ, որովհետեւ նրանք կարող են, ասենք, շփոթել գազը միացրած թողնել կամ պլաստիկի, ասենք, ափսեն դնեն միացրած գազօջախի վրա։ Սրանք բոլորը ես օրինակներից հիշելով եմ ասում ձեզ, ես կուզենայի, որ իհարկե ինքը թանկ հաճույք է բնականաբար եւ սրա մասին չպետք է մենակ ընտանիքը մտածի, մենք պետք է սոցիալական ապահովության ծառայությունները մտածեն, առողջապահության նախարարությունը, կրթության նախարարությունը, ինչու ոչ, որ պատրաստի գերանտո մասնագետներ, գերանտոլոգիայի համապատասխան կենտրոններ, ինքը կոմպլեքս եւ բազմամասնագիտական խնդիր է։ Մենք չենք կարող միայն ընտանիքներին մի բան սովորացնենք, բայց փորձեք իրենց նկատմամբ ավելի ներողամիտ լինել, այնպես ինչպես դուք ներողամիտ եք փոքր երեխաների նկատմամբ, երբ նրանք մեծանում են, նրանց սխալները կամ ասենք կոպիտ վարքի ձևերը, երբ որ նրանք ինչ որ բան ջարդում են, մենք որպես կանոն ճիշտ է, կարող ենք ջղայնանալ բատժել, բայց նույն ժամանակ սիրում ենք նրանց կատարածը, որովհետև փորձում ենք հասկանալ, որ նրանք դեռ նույն կերպ պատկերացրեք, որ ծերունիները նորից վերադարձել են սիմվոլիկ ձևով եմ ասում, իրենց մանկություն եւ փորձեք սիրել նրանց, որովհետև նրանք շատ սիրել են ձեզ, պահպանել են ձեզ, հոգ են տարի մեծացրել, ջանք չեն խնայել։ Շնորհակալություն, եկեք այս մտքով էլ ավարտենք, մենք արդեն մեր գործընկերների աշխատանքի հաշվին ենք, շարունակում զրույցը, ափսոս։ Գիտեք, չէ, բան այն է, որ հետաքրքիր հյուրի հետ ուզում ես երկար խոսել, Խաչատուր Գասպարյանն էր մեր հյուրը, Արգելի ռադիոլսողներ, հոգեբանական գիտությունների տեխնացու, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինտրա հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր հոգեբան, կարևոր հարցեր քննարկեցինք շատ այդպես արագ անցնելով, շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն հրավերի համար։ Չենք հրաժարվի մեր հաջորդ հրավերից, հա, մենք ցանկանանք շարունակել ձեզ այդ զրույցը, որովհետեւ հարցերի մեծ մասը չհասցրեցինք քննարկել։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն հրավերի համար։